Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Մենք լրջորեն պետք է վերաբերվենք, երբ մեր կյանքը հանձնում ենք Աստծուն եւ ասենք. «Ահա ես Տեր, արա այն ինչ ցանկանում ես։ Ես հանձնվում եմ, լիովին նվիրվում եմ քեզ եւ ուզում եմ, որ ներգրավված լինես այն ամենում, ինչ ես անում եմ։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, քանի որ տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը եւ նույնը կկատարվի քո կյանքում։ Ամեն ինչի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ եւ ես հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել քեզ ամեն բնագավառում, որտեղ վերքեր ունես։ Այս առավոտ մենք անմիջապես կանդրադառնանք խոսքին։ Եվ նախքան սկսելը ուզում եմ ասել, որ ես երբեք չեմ գնում որևէ տեղ եւ պարզապես ինչ-որ ուղերձ քարոզում։ Ես միշտ փորձում եմ ասել այն, ինչը վստահ եմ, որ Աստված ցանկանում է, որ դուք լսեք, որովհետեւ հավատում եմ, որ Աստված ունի խոսք յուրաքանչյուրի համար, ում այսօր բերել է այստեղ։ Ես հավատում եմ, որ մեր քայլերը կարգադրված են։ Չեմ կարծում, որ մենք պատահականորեն հայտնվում ենք ինչ-որ տեղ։ Այնպես որ եթե այսօր ես այստեղ եմ եւ դուք այսօր այստեղ եք, կա նպատակ։ Այս առավոտ ցանկանում եմ խոսել լրջանալու մասին։ Ժամանակն է լրջանալու Աստծո հետ։ Իհարկե, ես չեմ ասում, որ դուք լուրջ չեք վերաբերվում Աստծուն, բայց որքան էլ լուրջ լինեք Աստծո հետ, համոզված եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք կարող եք մի փոքր ավելի բարձրանալ։ Այսպիսով ես այս ուղերձի կարիքն ունեմ, նույնիսկ եթե դուք չունեք։ Ես տարիներ շարունակ եկեղեցում էի նախքան սկսեցի լրջորեն վերաբերվել Աստծուն։ Հասկանում եք, այն փաստը, որ դուք հաճախում եք եկեղեցի, չի նշանակում, որ Քրիստոսը ձեր կյանքի կենտրոնն է։ Բայց նա հենց դա է ուզում։ Նա ուզում է լինել ամեն ինչի կենտրոնը։ Ուզում է, որ թույլ տաք, որ ներգրավվի այն ամենում, ինչ անում եք։ Շատերը մտածում են այսպես. ես գնում եմ եկեղեցի։ Գիտեք, Հիսուսը չմահացավ, որ մենք ինչ-որ կրոն ունենանք։ Նա մահացավ, որ մենք ունենանք անձնական, մտերիմ, հզոր փոխհարաբերություն Աստծո հետ նրա միջոցով։ Խոսքը մեր անձնական փոխհարաբերության մասին է։ Եթե փորձում եք պարզել, թե ով է հոգևոր, մի փնտրեք եկեղեցում։ Քանի որ բոլորս հոգևոր ենք դառնում, երբ գալիս ենք այստեղ։ Դուք դա գիտեք, մենք եկեղեցական տեսք ենք ընդունում։ Բոլորս ունենք այդ տեսքը։ Հիշում եմ տարիներ առաջ Դեյվը եւ ես մեր 3 փոքրիկների հետ հաճախում էինք եկեղեցի։ Մենք մկրտվել էինք Սուրբ Հոգով։ Սկսվել էր խոսքի եւ հավատքի շարժը։ Այն ժամանակ եկեղեցական ծառայությունը չէր տևում 1 ժամ։ Ամենաքիչը 3 ժամ էր տևում։ Եվ մենք դժվարությամբ էինք հասնում եկեղեցի։ Թույլ տվեք ասել, եթե սատանային հաջողվի խառնաշփոթ ստեղծել, դա կլինի նախքան եկեղեցի հասնելը։ Գիտեք ինչու՞։ Աստվածաշունչը Հակոբոսի թղթում ասում է, որ խոսքը խաղաղ սրտի մեջ պետք է ցանեն նրանք, ովքեր աշխատում են խաղաղության համար եւ խաղաղություն անում։ Սա ընդլայնված Աստվածաշնչից է։ Դա նշանակում է, որ ես պետք է գամ այստեղ խաղաղությամբ եւ դուք պետք է գաք այստեղ խաղաղությամբ։ Այլապես մենք վատնում ենք մեր ժամանակը։ Դեյվը եւ ես վիճում էինք, գժտվում։ Երեխաները աղմուկ էին բարձրացնում եւ նա շրջվում էր ու փորձում լրացնել նրանց։ Բայց թույլ տվեք ասել, երբ հասնում էինք կայանատեղի, մենք անմիջապես դառնում էինք հոգևոր։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Դեյվ, Ջոյս, ինչպե՞ս եք։ Հրաշալի, փառք Աստծուն։ Հիշում եմ, իմ նստարանը հենց այնտեղ էր, որտեղ այս կինն է նստած։ Մենք ունեինք մեր տեղերը, որովհետև ավագներ էինք, եւ դա շատ կարեւոր էր ինձ համար այն ժամանակ։ Զարմանալի է, թե որքան բաներ են կարեւոր եղել ձեզ համար, բայց այսօր հետ եք նայում եւ մտածում, ինչու էի կարծում, որ դա այդքան կարեւոր է։ Այսպիսով մենք նստում էինք հենց այնտեղ, որտեղ այս կինն է նստած։ Դա իմ տեղն էր, իսկ Դեյվը նստում էր ծայրամասի աթոռին։
Եվ ես հիշում եմ, որ ձեռքերս բարձրացրած երգում էի. Ես հանձնում եմ ամենը ու մտածում. Գիտեք, դուք կարող եք միաժամանակ երգել ու մտածել։ Դուք կարող եք երգել այն, ինչ երգում են եւ մտածել բոլորովին այլ բան, դա զարմանալի է։ Ես մտածում էի, եթե նա մտածում է, որ այսօր իր համար ինչ-որ բան կպատրաստեմ, ապա նրան մեկ այլ բան է սպասում, նա կարող է սովամահ լինել, եթե դա ինձնից է կախված։ Ես հոգևոր էի։ Ամեն շաբաթ հաճախում էի եկեղեցի։ Մենք մշտապես տասանորդ էինք տալիս Դեյվի եկամտից։ Մեծապես հավատում էինք տասանորդին։ Ես եկեղեցական խորհրդի անդամ էի եւ ամեն շաբաթ ծառայում էի ավետարանչական թիմի հետ։ Ես սիրում էի Աստծուն։ Բայց նա իմ կյանքի կենտրոնը չէր։ Ես քրիստոնյա էի, բայց լուրջ քրիստոնյա չէի։ Եվ երջանիկ չէի։ Ես շարունակ աղաղակում էի Աստծուն. Դու ինչ-որ բան պետք է անես, դու ինչ-որ բան պետք է անես։ Երբ բավականաչափ հուսահատվում ես, քեզ համար միևնույն է, թե ինչ է նա անում։ Քեզ համար միևնույն է, թե ում միջոցով է հրաշք կատարվում՝ մկրտականի, հոգեգալստականի, թե մեթոդիստի։ Դու պարզապես ուզում ես, որ Աստված ինչ-որ բան անի։ Այսպիսով 1976 թվականին Աստված դիպավ իմ կյանքին։ Երկրագնդի վրա Սուրբ Հոգու մեծ հեղում եղավ եւ ես լցվեցի Սուրբ Հոգով։ Կարող եմ անկեղծորեն ասել, որ այդ օրվանից երբեք նույնը չեմ եղել։ Ես չփոխվեցի մեկ գիշերում, բայց ինչ-որ բան փոխվեց իմ սրտում։ Եվ ես իսկապես սիրահարվեցի Հիսուսին։ Այդ օրը ուրբաթ էր։ Ուրբաթ երեկոյան մենք բոուլինգ էինք խաղում, այդ օրը բոուլինգի լիգայում էինք։ Այդ երեկո այնքան էլ լավ չէի խաղում։ Եվ ես սովոր չէի լսել Աստծուց։ Որովհետև այն եկեղեցին, որտեղ հաճախում էի, երբեք չէր խոսում նման բաների մասին։ Ես սրտումս լսեցի այս շշնջոցը. Ինչու՞ չես խնդրում, որ օգնեմ քեզ բոուլինգ խաղալ։ Ես մտածում էի, որ Աստծուն դա չի հետաքրքրում, դա հիմարություն է։ Դա իմ առաջին դասն էր, երբ սովորեցի, որ Աստծուն հետաքրքրում է այն ամենը, ինչ ես անում եմ։ Ես ուզում եմ, որ հիշեք սա. Աստված ոչ միայն սիրում է ձեզ, այլև սիրահարված է ձեզ։ Ես համանման մի օրինակ կբերեմ, որը կօգնի ձեզ։ Դեյվը եւ ես հանդիպում էինք, ոչ երկարատև, բայց հանդիպում էինք։ Իրականում մենք հանդիպեցինք 5 անգամ եւ ամուսնացանք, ինչը այնքան էլ խորհուրդ չեմ տա։ Ես միշտ ասում եմ, որ Դեյվը ամուսնացավ ինձ հետ նախքան պարզելը, թե ինչ էր սպասում իրեն, որովհետև ես իսկապես խառնաշփոթի մեջ էի, տարիներ շարունակ հայրս սեռական բռնության էր ենթարկել ինձ։ Ես չեմ անդրադառնա այդ պատմությանը, բայց ասեմ, որ արտաքուստ լավ տեսք ունեի, բայց ներսումս լիակատար խառնաշփոթ էր։ Ես մտածում էի, որ երբ հեռանամ ծնողներիս տնից, կազատվեմ խնդրից։ Ուզում եմ, որ լսեք սա, որովհետև ինչ-որ մեկը կարիք ունի լսելու։ Ես հեռացա խնդրից, բայց խնդիրը մնաց իմ ներսում։ Ահա թե ինչու մենք պետք է թույլ տանք, որ Աստված աշխատի մեր ներսում։ Եվ դա հեշտ չէ, ես կասեմ, որ դա հեշտ չէ։ Հովիվ Ֆրենկլինը խոսում էր այն իրավիճակներից, որոնցում եղել էր։ Մարդիկ պարզապես գաղափար չունեն այն մասին, որ դուք ծառայության մեջ եք եղել 45 տարի և չեք սկսել այնտեղից, որտեղ հիմա եք։ Դուք անցել եք դժվարություններով և փորձություններով։ Ես զգացել եմ այնպես, ինչպես դուք, եթե նախանձում եք այն ամենին, ինչ ես ունեմ, դիմեք Աստծուն։ Բազում օրեր ես ապրել եմ առանց այս ամենի և անշահախնդիր ծառայել եմ Աստծուն ու շատ երջանիկ եմ եղել։ Այսօր շատերը ցանկանում են վճարվել յուրաքանչյուր բանի համար, որ անում են։ Մենք պետք է հոժարությամբ ծառայենք Աստծուն և անենք դա հոժար սրտով, որովհետև մենք իսկապես սիրում ենք նրան և չենք սպասում, որ մեզ վճարեն։ Այսպիսով ես և Դեյվը հանդիպեցինք 5 անգամ և ամուսնացանք։
Մի օր նա մեքենան կանգնեցրեց ծնողներիս տան առջև։ Ես լվանում էի մայրիկիս մեքենան եւ հագել էի շատ կարճ տաբատ։ Ընդամենը 23 տարեկան էի, մազերս հավաքել էի, ինչպես այն ժամանակ անում էինք։ Նա վերստին ծնված, հոգով լցված տղամարդ էր, որ պատրաստ էր ամուսնանալու։ Նա աղոթել էր եւ խնդրել, որ Աստված իրեն կին տա, եւ միաժամանակ հանդիպում էր 3 կնոջ հետ։ Ես ասում էի, Դեյվը հաստատ հավատում էր, որ հավատքն առանց գործերի մեռած է։ Նա պատրաստվում էր ամուսնանալ։ Այսպիսով, նա տեսավ ինձ եւ ասաց. «Հեյ, երբ վերջացնես մեքենան լվանալը, կուզես իմն էլ լվանալ»։ Ես ինքնավստահ մեկն էի, չէի վստահում տղամարդկանց։ Գիտեք, ես ուզում էի ընկեր ունենալ, ինձ դուր էին գալիս տղամարդիկ, բայց չէի վստահում նրանց։ Ես անվստահություն էի տածում նրանց նկատմամբ։ Ես նայեցի նրան ու ասացի. «Եթե ուզում ես, որ մեքենատ մաքրվի, ինքդ լվա»։ Նրա ներսում ինչ-որ բան կատարվեց եւ նա ասաց. «Սա հենց իմ ուզած աղջիկն է»։ Ես կասեմ, իրականում Աստված թույլ է տալիս, որ դուք միասին լինեք։ Որովհետև Դեյվին դուր էր գալիս այն փաստը, որ ես մարտահրավեր էի նետում։ Նրան դուր էր գալիս դա, չգիտեմ թե ում դա դուր կգար, բայց նրան դուր էր գալիս։ Նրան դուր է գալիս իմ հանդուգն անհատականությունը։ Երբ հանդիպում էի Դեյվի հետ, դեռ ոչինչ չունեի նրանից։ Մենք ինչ որտեղ ենք հասնում։ Դեյվը ուներ մեքենա, ես չունեի։ Նա մի փոքր գումար ուներ, ես շատ գումար չունեի։ Բայց հրաշալի բան տեղի ունեցավ այն պահին, երբ ամուսնացանք։ Հանկարծ ես ունեցա մեքենա։ Ունեցա փող։ Այսօր ուզում եմ հարցնել ձեզ, դուք հանդիպում եք Հիսուսի հետ, թե ամուսնացած եք նրա հետ։ Մենք սիրում ենք գործածել Հիսուսի անունը, բայց ավելի լավ է հարցնեք, թե արդյոք ունեք այդ իրավունքը։ Նրան տրվել է մի անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուսի անվան առջև խոնարհվի ամեն անուն երկնքում, երկրի վրա եւ երկրի տակ։ Հիսուսն ասաց. «Ինչ էլ խնդրեք իմ անունով կանեմ»։ Կան գրեթե անհավատալի խոստումներ եւ զորություն այդ անվան մեջ։ Բայց ես չեմ հավատում, որ այն մարդիկ, որոնք պարզապես հանդիպում են Հիսուսի հետ, ունեն իրավունք գործածելու այդ անունը։ Դուք կարող եք գործածել այն, բայց չեմ կարծում, որ զորություն կարձակվի այդ անունն ասելիս։ Ես հավատում եմ, որ ժամանակն է, որ յուրաքանչյուրը որոշում կայացնի եւ այդ որոշումն այն է, որ դուք լրջանաք Աստծո հետ ձեր փոխհարաբերություններում։ Եվ եթե պատրաստվում եք լրջանալ, ապա ձեզնից կպահանջվի ավելին, քան պարզապես այստեղ գալը, նստելը եւ լսելը մեկին, ով քարոզում է, ով ամբողջ շաբաթ աշխատել է։ Եվ նույնիսկ կդատեք այն, ինչ նա ասում կամ անում է։ Ամեն։ Մենք խոսում ենք եկեղեցու մասին։ Իհարկե, սա չի վերաբերում բոլորին։ Ես չեմ քարկոծում որևէ մեկին, բայց երբ ես լուրջ քրիստոնյա չէի, բամբասում էի, դատում էի մարդկանց։ Չէի մտածում իմ խոսքերի մասին, չէի մտածում, որ վիրավորում էի մարդկանց զգացմունքները։ Ես նախանձում էի, չէի ներում, բայց հաճախում էի եկեղեցի։ Ինչ որ կերպ մենք հանգում ենք այն մտքին, որ եկեղեցի հաճախելը լրացնում է ամեն բան։ Դա է պատճառը, որ եթե ես փնտրեի հոգևոր որևէ մեկին, չէի փնտրի եկեղեցում, ես կփնտրեի տանը փակ դռների ետևում։ Որովհետև կարևորն այն է, թե ինչ ենք մենք անում, երբ ոչ ոք մեզ չի տեսնում։ Հիշում եմ, երբ Աստված կրթում էր ինձ ծառայության մեջ։ Ես չէի կարող գնալ աստվածաշնչյան դպրոց, ես արդեն ունեի 3 երեխա։
Երբ Աստված ասաց, որ ցանկանում է, որ սովորեցնեմ իր խոսքը, ես ամենակիչ որակավորված, ամենակիչ հավանական մարդն էի աշխարհում, որպեսզի անեի այն, ինչ հիմա անում եմ։ Ուստի խնդրում եմ, հավատացեք, եթե Աստված կարող է գործածել ինձ, կարող է գործածել նաև ձեզ։ Ամեն։ Ես չէի մտածում այս բաների մասին, բայց Աստված սկսեց։ Ես միշտ ասում եմ, ես չկարողացա հաճախել Աստվածաշնչյան դպրոց, բայց հաճախեցի Սուրբ Հոգու դպրոցը, եւ դա լավագույն դպրոցն է։ Ես կխոսեմ եւս մի քանի բանի մասին հաջորդ ծառայությանը, որին գիտեմ, որ բոլորդ չեք կարող մասնակցել։ Կարծում եմ, որ մենք հասել ենք այն կետին, որ որոշ մեղքեր համարում ենք ընդունելի։ Գիտեք, որ կան շատ մարդիկ, որոնք իրենց քրիստոնյա են անվանում, բայց բարկացած են ինչ-որ մեկի վրա։ Իրականում ինձ հետաքրքիր է, թե ինչ պատասխան կստանամ, եթե հարցնեմ. այստեղ կա մեկը, ով կարող է ազնվորեն ասել, որ բարկացած չէ ինչ-որ մեկի վրա, որ սրտում չունի չներում ինչ-որ մեկի նկատմամբ։ Մենք պետք է կարողանանք անմիջապես ասել այո և նույնիսկ չմտածել դրա մասին։ Սատանան ավելի շատ հիմքեր է ձեռք բերում հավատացյալների կյանքում չներման միջոցով, քան որևէ այլ բանի։ Եվ ես կարծում եմ, որ դա ամենամեծ խնդիրն է, որ այսօր ունենք։ Մարդիկ զայրացած են, և մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչի վրա է զայրացած։ Իսկ Աստվածաշունչը Մատթեոսի 24-րդ գլխում խոսում է վերջին ժամանակների մասին։ Եվ այստեղ կա մի փոքր նշան, որի մասին հազվադեպ են քարոզում։ Մենք լսում ենք պատերազմների, համբավների, սովերի և երկրաշարժերի մասին, բայց Մատթեոսի 24-րդ գլխում 10-րդ խոսքից գրված է, որ շատերը կգայթակղվեն։ Այսօր մարդիկ այնքան հեշտ են գայթակղվում և վիրավորվում։ Պարզապես ծիծաղելի է, թե ինչից են նրանք վիրավորվում։ Եվ գրված է, ուզում եմ, որ լսեք սա. և անօրինության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի։ Այո, անօրինությունը և չարությունը շատանում են։ Բոլորս գիտենք, առանց նույնիսկ մտածելու, որ այսօր մեր աշխարհը բարոյապես ավելի վատ վիճակում է, քան երբևէ եղել է։ Եվ սա մեր ժամանակն է։ Մեր ժամանակն է լուսավորելու։ Լսում եք ինձ։ Դուք պատահականորեն չեք ծնվել այս ժամանակաշրջանում։ Դուք ընտրվեցիք Աստծուց ապրելու այս ժամանակաշրջանում։ Եվ ինչ պատիվ է դա։ Ինչ արտոնություն։ Ես ունեմ այն համոզմունքը, որ եթե մենք այս աշխարհում վարվենք ինչպես քրիստոնյաներ և իսկապես վարվենք սիրով, իրական սիրով, ընդամենը կարճ ժամանակ անց մենք փոքրիկ կրակներ կվառենք ամենուր։ Գիտեք, նա, ով ընդունում է Քրիստոսին, ազդում է բազմաթիվ մարդկանց վրա։ Մարդիկ ինձ մշտապես ասում են. ես դիտեցի ձեր հաղորդումը, փրկվեցի, և հիմա իմ մայրն է փրկված, հայրս է փրկված, քեռիս է փրկված, զարմիկներս են փրկված։ Դուք մեկ առ մեկ ավելի շատ մարդու կշահեք, քան մենք այս ամբիոններից։ Որովհետև մարդկանց մեծ մասը, որ Հիսուսի կարիքն ունի, չի գա այստեղ նրան գտնելու համար։ Իհարկե, այստեղ կան մարդիկ, որոնք կարիք ունեն հանձնելու իրենց կյանքը Քրիստոսին, բայց չփրկված մարդիկ չեն դիտում քրիստոնեական հեռուստատեսություն։
Իհարկե ինձ շատ կայաններով են ցուցադրում, դժվար է ինձնից խուսափել առավոտյան ժամերին։ Երբ փոխեք ալիքները, միևնույն է կհանդիպեք ինձ։ Ես մի քանի ծիծաղաշարժ պատմություն ունեմ այս մասին։ Մի մարդ ինձ պատմեց, որ մի գիշեր թմրանյութերի ազդեցության տակ սեղմում է հեռակառավարման կոճակը եւ էկրանին հայտնվում է իմ հաղորդումը։ Նա մտածում է, որ չի դիտի այդ հիմարությունը, ուստի կրկին սեղմում է կոճակը եւ ոչինչ տեղի չի ունենում։ Նա չի կարողանում փոխել ալիքը։ Նա ասաց, որ միակ կոճակը, որ աշխատում էր, ձայնը բարձրացնելու կոճակն էր։ Նա չի կարողացել անջատել հեռուստացույցը իջեցնել ձայնը։ Ուստի փոխել է հեռակառավարման մարտկոցները, բայց այն կրկին չի աշխատել։ Հետո նա ասաց, այն պահին, երբ ձեր հաղորդումն ավարտվեց, հեռակառավարիչը սկսեց անթերի աշխատել։ Բայց մարդկանց մեծ մասը, որ Քրիստոսի կարիքն ունի, աշխատում է ձեր կողքին։ Նրանք ձեզ հետ են մթերային խանութում, ձեզ հետ երթևեկության մեջ են և տեսնում են ձեր մեքենայի պիտակները։ Նրանք տեսնում են այն Աստվածաշունչը, որ տանում եք աշխատավայր։ Նրանք տեսնում են ձեր քրիստոնեական զարդերը։ Բոլոր պարագաները, որոնք ասում են, նայեք ինձ, ես քրիստոնյա եմ։ Բայց երբ չենք վարվում քրիստոնյայի պես, նրանք ասում են, դուք կեղծավորներ եք։ Իսկ Հիսուսը հաճելի բաներ չասաց կեղծավորների մասին։ Դուք գիտեք, ես մշտապես գրքեր եմ գրում եմ։ Կարծում եմ, որ արդեն 160 գիրք եմ գրել։ Եվ իմ ամենաքիչ վաճառվող գրքերը 3-ն են սիրո թեմայով։ Դա ինձ զայրացնում է։ Գիտեք ինչու։ Մարդիկ չեն գնում այն, ինչի կարիքն ունեն։ Նրանք գնում են այն, ինչը կարծում են, որ իրենց ինչ-որ բան կտա։ Մենք լրջորեն պետք է վերաբերվենք մեր կյանքը Աստծուն հանձնելուն և ասենք. ահա ես Տեր, արա այն, ինչ ցանկանում ես։ Ես հանձնվում եմ, լիովին նվիրվում եմ քեզ և ուզում եմ, որ դու ներգրավված լինես այն ամենում, ինչ ես անում եմ։ Սկսած իմ հագնվելուց մինչև բոուլինգ խաղալը և ընկերներ ընտրելը։ Այստեղ նստած են մարդիկ, որոնց կյանքը կփոխվի, եթե նոր ընկերներ ձեռք բերեն։ Որովհետև դուք ժամանակ եք անցկացնում այնպիսի մարդկանց հետ, որոնք սպառում են ձեր կյանքի ուժերը, այլ ոչ թե ուժ հաղորդում ձեզ։ Այսպիսով ես քրիստոնյա էի տարիներ շարունակ, նախքան ավելի լուրջ քրիստոնյա դառնալը։ Ես ուզում եմ, որ բոլորս այսօր նայենք մեր կյանքին և հարցնենք, արդյոք ես իսկապես լուրջ եմ վերաբերվում այս ամենին։ Արդյոք Հիսուսն իմ կյանքի կենտրոնում է։ Թե դիմում եմ նրան միայն այն ժամանակ, երբ խնդիր ունեմ։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։